Ողջույն հարգելի հայրենակիցներ, մենք այս պահին գտնվում ենք Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, շարունակելու ենք մեր քարոզարշավը եւ բոլորիդ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Բոլորս պետք է առաջնորդվենք կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան բանաձևով։ Այս ընտրությունները շատ կարևոր նշանակություն են ունենալու, ճակատագրական նշանակություն են ունենալու եւ յուրաքանչյուրիս քվեն շատ կարևոր է։ Այս պահին մենք, ինչպես արդեն նշեցի, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում ենք, կշփվենք բնակիչների հետ եւ կներկայացնենք մեր ծրագիրը։ Մենք համար 7-ն ենք, ինչպես գիտեք, Մայր Հայաստան կուսակցությունը, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում են Բարգավաճ Հայաստանի հետ։ Մենք ներկայացված ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում եւ բոլորիդ կոչ ենք անում հետեւել մեր քարոզարշավին, ծանոթանալ մեր ծրագրերին, մեր թիմին եւ անպայման մասնակցել ընտրություններին։ Այս պահին մենք արդեն կշարժվենք փողոցներով, բակերով, կշփվենք քաղաքացիների հետ եւ նրանց կներկայացնենք մեր ծրագրերը։ Սենց գնում ենք։ Հարգելի հայրենակիցներ, մենք Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում ենք, ինչպես եւ նշեցինք, եւ Բարգավաճ Հայաստանի համամասնական ցուցակի ներկայացուցիչներով կներկայացնենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները։ Հիշեք, մենք քվեաթերթիկում համար 7-ն ենք։ Ահա։ Բարեցես։ Ոչ թե արդեն իրականորեն, միշտ իրականորեն եղել, կապված պատճառով, որովհետև այս բարդությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնում Հայաստանի Հանրապետության ըստ էության ինքնը դե յուրե այդպես է, բայց փաստացիորեն սպասարկում է այլ քաղաքացիների շահերը, օրինակ Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլն։ Եվ այս պարագայում իհարկե յուրաքանչյուր ուժ, որը տեսնում է որպես վտանգ, վտանգ իր քաղաքականության, իր պարտիվավճարային ներքին քաղաքականության, իր հակահայկական քաղաքականության։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, Քանաքեռ Զեյթուն համայնքի բնակիչներ, հունիսի 7-ին տեղի են ունենալու
խորհրդարանական ընտրություններ, որոնք կարևորագույն նշանակություն են ունենալու մեր երկրի համար։ Երբեք Հայաստանը այսպիսի ընտրության առաջ չի կանգնել։ Օրվա իշխանությունները ստեղծել են մի վիճակ, որ մենք ստիպված ընտրություն ենք կատարելու Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջանի միջեւ։ Քվեր տալով օրվա իշխանությանը, այս տխրարճակ իշխանությանը մենք նպաստելու ենք, որպեսզի Հայաստանը արժանանա Արցախի ճակատագրի։ Հետևաբար բոլորիդ կոչ ենք անում հունիսի 7-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին եւ քվեարկել համար 7-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացրած ցուցակի օգտին անպայման ծանոթացեք մեր ծրագրերին եւ ձեր քվեի ուժով ձևավորեք նոր իշխանություն հունիսի 7-ին Համար 7-ի հունիսի 7-ին Համար 7-ի քվեաթերթին Համար 7 քվեաթերթին Համար 7 միացին Որ փոխեք միացին Որ փոխեք Մեկ Ողջունում ենք հարցությունի բնակիչների, զեյթունցիներ, հանագերցիներ, բարև ձեզ։ Եվ այսպես, հունիսի 7-ին, ըստ էության լինելու են դասական առումով ոչ թե քաղաքական ընտրություններ, այլ առհասարակ դեպի ուր ենք մենք շարժվելու։ Շարժվելու ենք դեպի Հայաստանի Հանրապետություն, թե դեպի Արևմտյան Ադրբեջան։ Ամեն մարդ իրանով թող որոշի։ Ամեն մարդ թող իր մեջ ծանր ու թեթև անի։ Բայց անպայման բոլորը գնան ընտրական տարածքներ եւ քվեարկեն։ Անպայման հունիսի 7-ին Համար 7-ի հունիսի 7-ին Համար 7-ի հունիսի 7-ին Համար 7-ի միանշանակ Ողջանեք պատասխաններից եւ պատողներից քաղաքացիների ողջույն ձեզ սիրելի քաղաքացիներ
Գցիլ քարը։ İşbirliği bugün Այստեղ նորից ճանապարհ է բացվում, ապականն ենք հավատով կրնցում Առաջարկ Հայաստանի նոր սարկը քո սրտին և ուստը գործ է դարում Հավատը ուժ է զրկում Եկեղեցու սանգը մեր ձայն է Խաչի լույսը մեր ճանապարհը Ժորժան եկեք տաղապարություններով ողջունենք մեր քաղաքացիներին, ովքեր պատուաններից հետևում են մեզ։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին և մերժել օրվա ապիկար իշխանությանը։ Դուք ձեր քվեի ուժով հնարավորություն ունեք ձևավորելու նոր իշխանություն, որը երաշխավորված խաղաղություն է ապահովելու տնտեսական բարգավաճում և սոցիալական համերաշխություն։ Այս իշխանությունները թշնամացրել են, պառակտել են, բաժանել են, մենք համախմբելու ենք, միավորելու ենք, հզորացնելու ենք։ Դրա համար կոչ ենք անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրությանը և ձեր քվեուժով
պատմության աղբանոց ուղարկել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին եւ ձևավորել նոր իշխանություն։ Մենք ձեզ կոչ ենք անում քննարկել համար 7-ի օգտին, հունիսի 7-ին, Համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, քվեաթերթիկ, համար 7, քվեաթերթիկ, համար 7, դե ուրեմն միասնաբար պետք է այդ ամենը անենք։ Հետևաբար, միացիր, որ փոխել, միացիր, որ փոխել, Վայր Զեյթուն քանակեր։ Ժորժան, իրականում բոլորն էլ հենց արդեն սովոր են, որ այո, քաղաքական ուժերը պետք է քայլեր տանեն, անպայման պետք է լոզունգներով խոսան, դա անպայման եւ դա քաղաքական խաղի կանոններն են։ Բայց ուզում եմ առանց լոզունգների ուղիղ որպես քանակեր Զեյթունի բնակիչ, նույնիսկ այս արտահայտությունը բնակիչ, քանակերցի է։ Ասել հետևյալը. Ժորժան, իրականում ընտրությունը շատ պարզ է։ Կամ ամսի 7-ին քվեարկում եք Հայաստանի Հանրապետության համար, կամ քվեարկում եք Արևմտյան Ադրբեջանի համար։ Ուրիշ երկար, բարակ, տենց, չգիտեմ ինչ, էդի կարող եք դնել ամբողջովին մի կողմ։ Մի իշխանություն, որը հրաժարվում է երաշխավորված խաղաղությունից, ինչ խաղաղություն կարա բերի։ Միայն այդ խաղաղությունը կարող է լինել սրանց խաղաղությունը, ադրբեջանական ակցենտով, ինչպես հիմա Արցախում է։ Մեզ այդպիսի ճակերտներում, մեզ այդպիսի իբր սուտի խաղաղություն պետք չի։ Մեզ պետք է իսկական երաշխավորված եւ հայանպաստ խաղաղություն եւ դա անպայման լինելու է։ Եվ այսպես հունիսի 7-ին ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Վերադարձնենք Հայաստանը Հայաստանի քաղաքացիների։ Հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, Սիրելի զեյթունցիներ, ողջունում ենք բոլորիդ։ Հունիսի 7-ը բախտորոշ է Հայաստանի Հանրապետության համար։ Բոլորիդ կոչ ենք անում։ Անպայման գնալ ընտրատեղամաս։ Անպայման մասնակցեք ընտրություններին։ Ձեր քվեով որոշեք երկրի ապագան։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, համար 7-ին։ Սիրելի հայրենակիցներ, ողջունում ենք բոլորիդ։ Կոչ ենք անում անպայման գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրություններին, տեր կանգնել սեփական իրավունքներին եւ երկրի ճակատագրին։ Այս իշխանությունները 18 թվականին օգտագործելով մարդկանց արդարացի դժգոհությունը կուտակված զանազան անարդարությունների հանդեպ գալով իշխանության, մսխելով մարդկանց հավատն ու քվեն, երկիրը Թուրքիա առաջ ծնկի են բերել։ Ու այսօր հերթական ընտրությունների ժամանակ նորից ուզում են քվե կորզել ձեզանից։ 21 թվականին ասեցին Շուշին ու Հադրութը դեօկուպացիա են կանելու, հետ ենք բերելու, բայց ամբողջ Արցախը տվեցին։ Հիմա էլ բացահայտ
լկտիաբար հայտարարում են, որ մենք դեռևս վերահսկում ենք ադրբեջանական հողեր, բացի այդ ասում են, որ էլի են հող տալու, սրանք այս ընտրություններին արդեն մասնակցում են ակնհայտ հողատուի կարգավիճակում, սրանք մեր երկրին բերել են ավեր, սրանք մեր երկրին բերել են զոհեր, մեզ բերել են պատերազմ, մեզ բերել են նվաստացում, վատթարացրել են մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ ու իրենք թե գլխում, թե գրպաններում հաղթահարելով աղքատությունը ոտքից գլուխ թաթախվել են կոռուպցիայի մեջ։ Ոտքից գլուխ թաղված են կոռուպցիայի մեջ։ Երկիրը գտնվում է ուղղակի օրհասական վիճակում։ Եվ եթե Աստված մի արասցե, այս բղձավանջը շարունակվի, դուք բոլորդ կարող է ունենաք ադրբեջանցի հարևաններ։ Այսքան ժամանակ Ալիևը ինչ ասել է, Նիկոլն արել է։ Հիմա որ ասում է իբր չէ, այդպես բան չկա։ Նա ինչ ասի սա անելու է։ Եթե դուք ուզում եք այդ հեռանկարը, կարող եք չգնալ տեղամաս, բայց բոլորին կոչ ենք անում։ Հունիսի 7-ին գնալ տեղամաս եւ ձայնը տալ համար 7-ին։ Հունիսի 7-ին համար 7-ին Հունիսի 7-ին համար 7-ին Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները ոչ միայն խաղաղության, անվտանգության, բարգավաճման, սոցիալական համերաշխության մասին են, այլ նաև ազգային արժանապատվության հարց են։ Բարև ձեզ, Մայրիկ ջան։ Արմեն, գրասենյակի հարցը։ Գրասենյակի հարցը։ Սուտ են ասում։ Ասում են։ Սուտ են ասում, ոնց է հաշել։ Որ շտապ եք գնացել, թե որ ձեզ խափել։ Քաղաքացին ասում է, Զեյթունի շտաբում մարդկանց խափում են, ասում են հները կանազը վառում։ Դե լսեք։ Կանազը վառում, ասում Կանազը կուլտուրայի։ Ասում է դի մեր օրոք չեղել ինչ որ տվել են մի հատ։ Այսինքն վառվել է, 2 ամիս առաջ իրանք բանի չէին, հա, այտենց իշխանության չէին։ 2 ամիս առաջ։ Հնարավոր չէ դի փրկել։ Ամեն ինչ էլ հնարավոր է, ամենակարևորը ամսի 7-ին, ամենակարևորը ամսի 7-ին գնացեք ընտրություն։ Այդ ձեզանից է կարգել։ Հարգելի քաղաքացիներ, օրվա իշխանությունը փորձում է վախի, կեղծիքի, ստի միջոցով վերարտադրվել, բայց պետք է դուք իմանաք, որ ամենավախեցածը հենց իրենք են։ Իրենք վախեցած են, դրա համար էլ փոխում են վախեցնել։ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սաակաշվիլի ճակատագրից, լավագույն դեպքում երազում է Տիխանովսկայայի են Բելարուսի մի հատ կին կար, այդ Տիխանովսկայի ճակատագրին արժանանալ, իսկ իրականում նաև փափագում է Էրդողանի ու Ալիևի միջոցով մնալ աթոռին եւ փրկել իր կաշին ու թքած, որ դրա գինը Հայաստանի Հանրապետությունն է լինելու։ Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա էլ Սյունիքը հայտարարում է, որ Հայաստանը եւ վերջ։ Դա նշանակում է վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանի անվտանգությունը։ Դրա համար մենք պետք է մերժենք այս ապիկարների իշխանությանը եւ ձևավորենք նոր իշխանություն։ Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ միավորվել են եւ խորհրդարանական այս ընտրություններին մասնակցում են Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ Մեր քվեաթերթիկը համար 7-ն է։ Անպայման ծանոթացեք մեր ծրագրերին, մեր թիմին, մեր առաջարկներին։ Մենք
ամենամասնագիտացված եւ կյանքից չկտրված ծրագիրն ենք ներկայացրել եւ ակնկալում ենք ձեր քվեն։ Յուրաքանչյուր քաղաքացի սկսած ուսանողից, վերջացած թոշակառույով, բիզնեսի ներկայացուցիչներով, ուսուցիչով, գյուղացիով, բժիշկով, բոլորով իրենց խնդիրների հետ կապված լուծումներ կգտնեն մեր առաջարկած ծրագրերում։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին եւ ձեր քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ եւ կոչ ենք անում անպայման հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին։ Պատմություն գագրված, ասովի վրա հավատ կգնված, ասեմ նորից ճանապարհ է բացվում, ապակամն ենք հավատով կրծում, առաջարկ Հայաստանի նոր սարկը խոսրվին, երևուսը գործ են արմում, հավատը ուժ է ծնվում, եկեղեցու սանկը մեծային է, խաչի լույսը մեր ճանապարհը։ Արգելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք մեր շրջայցը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում եւ շփվում ենք քաղաքացիների հետ նրանց ներկայացնելով մեր ծրագրերն ու մոտեցումները։ Ողջունենք Զեյթունի մեր բնակիչներին, բարև ձեզ։ Ինչպես եք ժողովուրդ։ Դե որ լավ լինենք, պետք է ինչ ամսի 7-ին, ամսի 7-ին վերադարձնենք Հայաստանը, Հայաստանի քաղաքացուն։ Պատմություն գագրված, ասովի վրա հավատ կգնված, ասեմ նորից ճանապարհ է բացվում, ապակամն ենք հավատով կրծում, առաջարկ Հայաստանի նոր սարկը խոսրվին, Կոպլետան կտանեք դու։
Զոնա գորդա։ Զոնա։ Զեյթուն վարչական շրջանի բնակիչ ողջունում եք ձեզ սիրելի այլնակիցներ, ձեզ տեղեկացնում եմ, որ այս պահին ձեր բակերում Քարոզարշավի մասնակցում համարի 7 քվեարկի ներքո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մենք որպես Երևան քաղաքի գործող հավաքանիներ հիմա ուզում եմ ձեզ երկու բառով տեղեկացնել, թե ինչ է կատարում ձեր հետ 23 թվականին քաղաքացիական պայմանագիրը եւ մի հատ կցորդ հանրապետություն կուսակցություն կա իրար հետ մերձենալով ձեզ խաբեցին, կորզեցին ձեր ձայները իհարկե երևանցիների 9% ձայն ստանալու պարագայում քաղաքացիական պայմանագիրը ձեզ խաբեց որ ձեր համար բերելու է նոր դարաշրջան ձեր համար բերելու է դեպի ավելի լավ Երևան բայց արեց հակառակը ընտրությունները վերջացան խաբելով եւ ստելով կորզեցին ձեր ձայները եւ սկսեց ձեզանից եւ սկսեցին ձեզանից մուն հանելու պրակտիկան թանկացումների հիթ շքեր քաղաքացիական պայմանագիրը ձեր համար նախապատրաստել են նվերներ տրանսպորտի թանկացում գույքարկի 100% թանկացում աղբահանության թանկացում տեղական турքերի թանկացում ձեզ խաբեցին եւ ամենը ձեր հանդեպ սխալ վերաբերում սա նրանից է գալիս որ Երևանցի չմասնակցեց 23 թվականի ընտրություններին եւ թույլ տվեց որ 9% ձայն ստանալու պարագայում ձեզ ալան թալանի վերածեն որտեղ քաղաքացիական պայմանագիրը եկել է թալանելու իրանց գրպանները լցնելու իրանց ուղեղներում աղքատությունը հաղթահարելու եւ գրպաններում աղքատությունը հաղթահարելա Հիմա այս մուռ անելու պրակտիկան, որ ձեր հանդեպ է, դուք այս սրա ամեն ինչի պատասխան ես, գույքարկի թանկացում, աղբահանություն, խայտառակ տրանսպորտ, տեղական турքեր, ամեն բան, ասֆալտապատում, փոսալցում, ասֆալտապատումից միլիարդավոր դրամների մսխում։ Սրա պատասխանը դուք պետք է տաք հունիսի 7-ին, մեծ մասնակցություն ունենաք, մերժեք քաղաքացիական պայմանագրին, Ավինյանին, Հանրապետություն կուսակցությանը, այդ կցորդ կուսակցությունը եւ ձեր մեծ մասնակցության արդյունքում իրենք կստանան իրենց պատասխանը։ Իսկ մեր խնդրանքը ձեզ հունիսի 7-ին անպայման մասնակցեք ընտրություններին եւ ձեր քվեն տվեք համար 7 քվեարկի ներքո Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Շնորհակալություն։ Ասողի վրա հավատք կանգնած Այսօր նորից ճանապարհ է բացվում Ապագան ենք հավատով կառուցում Առաջարկ Հայաստանի նոր զարկը քո սրտի Երևուստը գործերանում Հավատ է ուժ է ծնվում Եկեղեցու սանգը մեր ձայն է Քաչի լույսը մեր ճանապարհ Սիրելի երևանցիներ Ողջունում ենք բոլորիդ, կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ տեղամաս, իրականացնել սեփական քաղաքացիական պարտքը եւ նաեւ այս դեպքում իրավունքը։ Մենք ընտրություններին մասնակցում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով, Առաջարկ Հայաստանին ծրագրով։ Մենք Երևանի հավաքանում Այ Հայաստան խմբակցության հավաքանիներն ենք նաեւ այս ցուցակի մեջ։ Նաև հավաքայիններն են ձեզ հետ հիմա խոսքում, չի եղել մի ահազանգ, մի թիմում, մի հատ էլեկտրոնային նամակ, որ մենք ձեր խնդիրների հետևից չգնանք, 23 թվականից ի վեր մենք երևանցու կողքին ենք, 23 թվականից ի վեր այս իշխանությունները այդ տրանսպորտ են թանկացել, էլ աղբահանություն են թանկացրել, էլ գույքարկ են թանկացել, էլ տեղական турքեր են թանկացրել, բայց քաղաքը դարձել է ավելի նյարդային, ավելի կեղտոտ, ավելի անհարմար։ Բոլորին կոչ ենք անում,
Հունիսի 7-ին գնալ ընտրատեղ ամաս։ Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բախտորոշ ընտրության առջև։ Դուք ընտրություն եք կատարելու պարտված Թուրքիա առաջ ծրկի եկած Ալիևի բոլոր պահանջները կատարել պատրաստ մի կապիտուլյանտի, մի ազգակործան պատուհասի հետ եւ պիտի ընտրեք արժանապատիվ երաշխավորված խաղ։ Բոլորիդ կոչ ենք անում անպայման գնալ ընտրությունների, գնալ ընտրատեղամաս եւ պատասխանատվություն ստանձնել սեփական երկրի ապագայի հետ կապված։ Դուք ունեք հնարավորություն վերջ տալու այս մղձավանջին, այս խայտարակությանը, այս գահավիժմանը, այս անկմանը, այս ամոթի ու խարանի դարաշրջանին։ Գնացեք ընտրատեղամաս եւ ձեր վճռական ոչը ասեք, ձեր հավատը եւ ձեր քվեն մսխած, ձեզ բասպիցս խափած, նենգաբար, կեղծիկ եւ սուտ մանիպուլյացիա տարածող, այս բախտախնդիրների խմբակին ասեք ոչ, ուղարկեք պատմության ետտախորշը եւ նորից բացեք Հայաստանի Հանրապետության համար, համար 7, հունիսի 7, հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին, համար 7-ին, Բարդ մայրիկ ջան, ինը պայման մասնակցեք ընտրությանը։ Եվս մեկ անգամ, բարև Զեյթուն։ Հեսա Զեյթունի քանաքերի խաչմերուկին են կանգնած։ Երկիրն էլ է կանգնած խաչմերուկի։ Ու դեպի ուր կթեքվի Հայաստանը կախված է բոլորիցս։ Նույնիսկ այն մարդկանցից, ովքեր մինչ այսօրս չեն որոշել, որ պետք է մասնակցեն ընտրությունների։ Ժորջատտաներում մի նստեք։ Գնացեք, մասնակցեք ընտրությունների, ում ուզում եք, ինչ ուզում եք, ոնց ուզում եք, կարակ քննարկեք, քննադատեք, խոսրեք, բայց դրա հետ մեկտեղ տունը մի նստեք, որ պատասխանատվությունը երկիրը այս վիճակից հանելու լինի նաև ձերը, բոլորս էլ իրականում զզվել ենք այս իրավիճակից, որը տիրում է երկրում, ուղղակի զզվել ենք, բայց դե տունը նստելով ինչ պետք է լինի։ Ոչ մի բան չի ստացվի, եթե ամեն մեկ ասի, դե լավ, մեկ էլ մի բան ասեն։ Մի հատ նոր բան են հորին է։ Ասում են իմաստ չկա, ամեն ինչ որոշված է։ Տո գլուխները պատով են տվել նրանք, ովքեր ասում են ամեն ինչ որոշված է։ Որոշողը դու ես։ Դու, մենակ դու։ Ով էլ քուտերը փորձի որոշի, գլուխը պատով է տվել, եւս մեկ անգամ կրկնում եմ։ Այնպես որ Հունիսի 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Հարգի կացիներ, ողջունում ենք ձեզ և կոչ ենք անում հունիսի 7-ին անպայման մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Սա բոլորիս ամոթն ու խայտառակությունն է, որ արդեն 8 տարի քաղաքացիական պայմանագիր կոչված հանդիսանում է Հայաստանի իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը ամբողջ աշխարհով մեկ խայտառակում է մեզ, Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական այդ բախումների զոհասեղանին, դարձրել է մանրադրամ
ինքն էլ վերածվել է տնաբույծ Զելենսկու եւ Հայաստանը ենթարկում է լրջագույն փորձությունների։ Բոլորիս պարտքն է անպայման մասնակցել ընտրությանը եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա ավերակ, Հայաստանը հայաթափվի այնպես, ինչպես Արցախը հայաթափվեց։ Ընտրություններին չմասնակցելը պատասխանատվությունից խուսափել է։ Ընտրություններին չմասնակցելը սեփական երկրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունք ցույց տալ է։ Հետևաբար պետք է մասնակցել, անպայման մասնակցել ընտրությանը եւ քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Մեր կոչը, խնդրանքը եւ պահանջը բոլորից հունիսի 7-ին անպայման մասնակցեք ընտրությանը։ Այս իշխանությունը սարսափում է ժողովրդի քվեից։ Իրենք իրականում դեմագոգներ են, ստախոսներ են եւ ցույց են տալիս, ողջունում ենք ձեզ Ժորժ ջան, եւ ցույց են տալիս, թե իբր ժողովրդի քվեով են առաջնորդվում։ Դա սուտ է, մեծագույն սուտ։ Իրականում նրանք սարսափում են ժողովրդի քվեից եւ ուզում են ամեն ինչ անել ծափարություններով, ողջունել մեր քաղաքացիներին, ծափարություններով բարձր, ողջունում ենք ձեզ։ Նրանք ցույց են տալիս Հարգելի հայրենակիցներ, նրանք իրականում վախենում են ժողովրդի քվեից։ Ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ չգնան ընտրատեղամաս։ Ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոտ հիասթափություն առաջանա, նույնիսկ զզվանք քաղաքականությունից։ Բայց մենք, որպեսզի չհայտնվենք ծանր իրավիճակում, պարտավոր ենք գնալ ընտրատեղամաս, վերցնել քվեաթերթիկների տրցակը, դրանց մեջից 100%-ով դեն նետել այն քվեաթերթիկը, որի վրա գրված է քաղաքացիական պայմանագիր եւ արդեն մնացածների մեջ կատարել ձեր ընտրությունը։ Մեր ցանկությունն այն է, որ դուք քվեարկեք համար 7-ի օգտին, որովհետեւ մենք եւ ծրագրով եւ թիմով պատասխանատու ուժ ենք եւ պատրաստ ենք ստանձնել իշխանական պատասխանատվությունը։ Հետևաբար հունիսի 7-ին Հունիսի 7-ին քվեաթերթիկ քվեաթերթիկ միացիր միացիր Ժորժան ողջունում ենք ձեզ, պատշգամբների ծոցերովանումը բոլորին էլ տենում ենք հանդիկ։ Ողջույն։ Հունիսի, երեխեք տելեստ է, բարև երեխեք։ Զեյթուն քանաքեր վարչական շրջանում պատասխանատու հայտարարում ենք, որ հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Համար 7-ին Իսկ գիտեք ինչու համար 7-ին, շատ բարձ հարգելի զեյթունցիներ։ Ձեր թաղամասը կոչում է Արևմտյան Հայաստանում Զեյթուն մեր չնաշխարհիկ հայրենիքի մի մասնիկի անունով։ Ժամանակին մարդիկ հայերը կրկին հավատացել էին, որ Թուրքի հետ հնարավոր է վիզը ծռած, ես կրկնում եմ, վիզը ծռած, ոչ թե արժանապատիվ, գալ և ինչ-որ համակեցության տենց ապրել։ Ինչ եղավ, հարգելի զեյթունցիներ, Արևմտյան Հայաստանի զեյթունցիներին մեր ումանուկ կոդորեցին։ Նույնը հիմա մեր հետ են ուզում անեն, պարզապես ժամանակներն ավիք չփոխվե, ինտերնետը ավելացե և այլն և այլն։
Ոչ, մենք կոտորվելու մատիրալ չենք։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե Արևմտյան Ադրբեջան, հունիսի 7-ին։ Անի ջան, ծանոթացեք մեր ծրագրին։ Հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին։ Բարդ ձեզ։ Ես հասան եմ դուք, հա, վեր շահանիշ կա։ Հայաստանը վերադառնալու է Հայաստանի քաղաքացիների, հայկականությունը վերադառնալու է հայերի, արժանապատվությունը վերադառնալու է, պատիվը վերադառնալու է, մարդ չի կարող կզած ապրի, ազգը չի կարող կզած ապրի, չի տարա հայը ապրի մի մտքով, որ հանկարծ եթե Մասիս Լեռանը հայաց գցեց, ուրեմն ինքը կպատժվի, չկա տես բան, հիշեք, ով վախենում է նայել Մասիս Լեռանը, վաղը վախենում է նայել Հայաստանի Հանրապետությանը, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Համար 7-ին։ տեսնում ենք, որտեղ է, Արցախի ներոշն ենք տեսնում, ծափարություններ, չվախենակ ոչ մեկից, որ վախեցնում են, ասում են, չգիտեմ, գործից կհանեն, երեխուն գործից կհանեն, չգիտեմ ինչից կկտրեն, ես կանեն, են կանեն, չվախենակ, որովհետև հունիսի 8-ին այս մղձավանջը ավարտվելու է։ Իսկ եթե մի իշխանություն վախով ու ստով է իրան փորձում պայի, այդ իշխանության օրը 40-ը, հաստատ իմացեք։ Եվ ուրեմն, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Նոր ջան, ողջունում ենք ձեզ, եկեք մի հատ ծափարություններով մեր քաղաքացիներին ողջունենք, ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը և հունիսի 7-ին վերջ դնել քաղաքացիական պայմանագիր կոչված խունտայի իշխանությանը։ Սա ամոթ ու խայտառակություն է մեր պետության համար և բոլորիս պարտքն է վերջ տալ պատմության այս ամոթալի ընթացքին։ Սրանք հիմա կեղծ ինչ-որ նշաններ են ցույց տալիս, իբր սիրում են, իբր հարգում են, իբր խոնարհվում են, բայց իրականում ատում են ու նորից ատում են։ Այնպես որ ժողովուրդ ջան, այս թուրքական եւ ադրբեջանական օրակարգով առաջնորդվող իշխանություններին պետք է մերժել եւ քվեարկել այնպես, որ հավաքական ընդդիմությունը հաղթի այսօրվա տխրահարճակ իշխանությանը։ Դրա համար անհրաժեշտ է երկու պարզ գործողություն։ Ողջունում ենք ձեզ։ Առաջինը մասնակցել ընտրությանը եւ երկրորդը ձայնը տալ ընդդիմությանը։ Սա այն պարզ երկու քայլն է, որի միջոցով հնարավոր է լինելու ձևավորել նոր ազգային իշխանություն։ Մեր կոչը բոլորիդ այն է, որ անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեի ուժով վերջ դնեք այս ամոթալի ընթացքին։ Հունիսի 7-ին, հունիսի 7-ին, միացիր,
Սերիայնակիստներ, բոլորից կոչ ենք անում հունիսի 7-ին գնալը դրա տեղամաս։ Տեր կանտել սեփական երկրի ապագային, տեր կանտել սեփական քվեին, տեր կանտել սեփական ազգագրին, տեր կանտել սեփական իրավունքներին։ Հունիսի 7-ին գնալով դրա տեղամաս, դուք հնարավորություն ունեք վերջ տալու այս ամոթի խայտարակության, նվաստացման, ստորացման, այս մղձավանջային գարավիժմանը։ Գերացեք դրա տեղամաս, եւ թե վճռական ոչ ասեք, այս գործող իշխանություններին, ովքեր գալով իշխանության, սիրո եւ համերաշխության կարգախոսով տարածել են թույն, թարախ, ատենություն, ափրցփրկ խոսալ, մարդկանց վիրավորել, տարածել են ագրեսիա, տարածել են բաժանում, տարածել են սև սպիտակ, ինչ խոստացել են հակառակն են արել, 21 թվականին ասել են Արցախում Շուշի ու Հադրութի դեօկուպացիա, ամբողջ Արցախն են հասնել եւ ամենակարևորը Հայաստանը երբևէ չի ունեցել նման ղեկավար, որ նման ամոթալի, նման խայտարակ, նման ստորագույն մակարդակի խոսույթով հանդես գա սեփական քաղաքական ընդդիմախոսների եւ ժողովրդի տարբեր հատվածների մասին։ Քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան Հայաստանում ամենաամոթալի խոսույթ ունեցող մարդը մեկն է եւ այդ մեկ մարդը դու ես։ Հայաստանը Թուրքիա առաջ ծնկի է բերել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Հայաստանը տարել է կապիտուլյացիայի մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Արցախը տարել է կորստի մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Քաղաքացուն Պողոս է անվանել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Քաղաքացուն Համբար է անվանել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Հայաստանում Թուրքի տեղապահ Փաշա է ուզում աշխատել մեկ մարդ եւ այդ մեկ մարդը դու ես։ Ողջունեք մեր քաղաքացիներին, բարև ձեզ, հունիսի 7-ին գնացեք ընտրալ տեղամաս, հունիսի 7-ին, Համար 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին։ Հարգելի քաղաքացիներ, ողջունում ենք ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեի ուժով թույլ մի տվեք, որպեսզի Ալիևի ծրագրերը կյանքի կոչվեն Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի դրածոն է եւ լրջագույն սպառնալիք է մեր երկրին։ Իրական երաշխավորված խաղաղության համար մեր համար ամենագլխավոր նախապայմանը իշխանափոխությունն է։ Իշխանափոխությունը Հայաստանում մեզ հնարավորություն է տալու ունենալ խաղաղ կյանք, ձևավորել համերաշխության մթնոլորտ եւ զարգացնել տնտեսությունը, լուծել սոցիալական խնդիրները։ Հակառակ պարագայում մեզ սպառնում է Արցախի ճակատագիրը։ Ալիևը արդեն չի էլ թաքցնում, որ 300,000 ադրբեջանցիների ձգտելու է բնակեցնել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերին սպասարկում է նաև Հայաստանը թշնամացնելով մեր դաշնակից Ռուսաստանի հետ։ Նրանց ծրագրերում ռուսական ռազմաբազայի հեռացումն է, որից հետո արդեն ուղիղ ճանապարհ է բացվելու թուրքական ներխուժման համար։ Ձեր մասնակցությամբ կանխեք այս կատաստրոֆան, տանը մնալը համարժեք է լինելու այս ծրագրերին, այս հակապետական ծրագրերին այո ասելուն։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին եւ ձևավորել նոր իշխանություն։ Ընտրությունները հունիսի 7-ին են, հետևաբար հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, քվեաթերթիկ, միացիր, միացիր,
Ողջունում ենք ձեզ։ Մենք ներկայացնում ենք Բարգավաճ Հայաստանի համապատասխան ծառայության եւ ընտրությունների մասնակցում ենք Առաջարկ Հայաստանի ծրագրով։ Այլ ջան, ձեզ էլ ողջունում ենք, ոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը։ Չմոռանաք հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ իրականացնել իշխանափոխություն քվեի ուժով։ Դա ձեր իրավունքն ու պարտականությունն է, սիրելի քաղաքացիներ, հարգելի Կանացքեր, Զեյթուն, վարչական շրջանի բնակիչներ։ Դուք ձեր քվեի ուժը պետք է օգտագործեք եւ հարց ապտակ այսօրվա ապիկար իշխանությանը։ Միայն միասնական ջանքերով է հնարավոր հասնել հաջողության։ Հունիսի 7-ին քվեաթերթիկ Համար 7 քվեաթերթիկ Համար 7 Ողջույն հարգելի հայրենակիցներ, այստեղ գտնվում են Երևանի ավականու անդամներ, ովքեր 3 տարի պայքարել են այս իշխանությունների, ապօրինությունների և թանկացումների դեմ, կարմիր կետագծերի, զույգահարկի, աղբահանության թանկացումների դեմ և հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն այս իրավիճակը փոխելու համար։ Հունիսի 7-ին պարտադիր գնացեք ընտրատեղամաս և ձեր քվեն տվեք համար 7-ին, որպեսզի մեր երկրում իրավիճակ փոխվի։ Այն թանկացումները, որ այս իշխանությունները բերեցին, բոլորը ձեր վրա զգում եք ամեն օր։ Եվ իրավիճակի փոփոխման հարցում ձեր յուրաքանչյուրի քվեն շատ կարևոր է։ Մի մնացեք տանը, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս և ընտրեք համար 7-ին։
Հարգելի հայրենակիցներ, մենք ողջունում ենք ձեզ եւ կոչ անում ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մենք որևէ պարագայում չպետք է թույլ տանք, որպեսզի այս իշխանությունը բարը ձեզ, Ժորժ ջան, բարը ձեզ։ Հեսա եկեք նա բուկլետ էլ հասցնենք տալ։ Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ը ճակատագրական նշանակություն է ունենալու։ Ոչ մեկս ոչ մեկին չենք կարողանա մեղադրել, ոչ մեկս ոչ մեկից չի կարող նեղանալ, եթե չմասնակցի ընտրությանը եւ իր քվեի ուժով չձևավորի նոր իշխանություն։ Այս իշխանության պարագայում Աստված մի արասցե, սրանց մնալու պարագայում Հայաստանում կարող է այս ընտրությունը որպես համապետական ընտրություն վերջինը լինել։ Մենք գույները չենք խտացնում, հիշեք ինչ եղավ Արցախում, գնացել էին, տրջիկ էին տալիս, ցույց էին տալիս թե իբր ամեն ինչ կարգին է, իրենք ամեն ինչ վերահսկում են, բայց Դավաճանաբար 2022 թվականին հանձնեցին մեր հայրենիքի մի մասը եւ հիմա իբր թե պաշտպանում են Հայաստանի Հանրապետությունը։ Իրականում երբ որ Հայաստանի Հանրապետությունը իրենք դոշի բրոշկա են սարքել, դրանով իսկ ցույց են տալիս, որ թիրախավորել են Հայաստանին։ Դա է իրականությունը, սիրելի քաղաքացիներ, բարը ձեզ, ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք։ Մենք չպետք է կտրվենք իրականությունից, չպետք է խուսափենք պատասխանատվությունից, շատ պարզ գործողություն է մեզանից ակնկալվում, մասնակցել ընտրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռ կարող է որոշել իր երկրի ճակատագիրը։ Հետագայում մենք նման հնարավորություն կարող է չունենանք այս իշխանության պարագայում։ Դրա համար բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ տեր կանգնել մեր երկրի ճակատագրին։ Հունիսի 7-ին Համար 7-ին, Հունիսի 7-ին համար 7-ին, Քվեաթերթիկ համար 7, Քվեաթերթիկ համար 7, Սիրելի քաղաքացիներ, մենք ողջունում ենք ձեզ, եկեք ծափահարություններով մեր քաղաքացիներին, ովքեր հետևում են մեզ, ողջունում ենք, ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ քվեարկել համար 7-ի օգտին։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները եւ թիմով եւ ծրագրով ներկայանալու եւ ներկայացնելու։ Այնպես որ միասնական ջանքերով ձևավորենք նոր իշխանություն։ Զեյթունցիներ ջան, բարև ձեզ։ Հիմա բոլորը քարոզարշավների մեջ են։ Բոլոր կուսակցությունները, դաշինքները, ամբողջ ինչպես ասում են, քաղաքական դաշտը սենց ձեր առջևն է։ Բայց այստեղ շատ կարևոր է, որ բոլորս էլ հասկանանք հետևյալը։ Անպայման Էսա մի վարկյան տղեր ճանապարհ տվեք երեխակա մեքենայով։ Կա մի պարզունակ գաղափար։ Մարդ կարա նստի իրա տունը, իրա խոհանոցում,
իր անկերների հետ, բողոքի, ասի լավ չի կամ լավը կապ չունի, բայց այնուամենայնիվ չզբաղվի քաղաքականությամբ։ Ուրեմն ժողովուրդ ջան, եթե կան մարդիկ, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ, ապա շտապեմ ձեզ հիասթափեցնել։ Քաղաքականությունը ձեզնով են ցած զբաղվում, որ նույնիսկ չեք են պատկերացնում։ Հիմա ոնց սրատակից դուրս գալ, շատ պարզ, ձևավորել մի համակարգ, որը ձեր սրտով է, որը ձեզ է պաշտպանում, որը չի ամաչում նայել Մասիս լեռանը, որը չի ասում, որ հայկական պատմությունը հազարամյակներով սխալ է, մեկ էլ սրանք եկան լրիվ ճիշտ առավ։ Դա է, մնացածը ոչ մի կապ չունի։ Ուզում ես դու որոշես, ինչ երկրում ես ապրելու։ Ամսի 7-ին գնում ես և քվեարկում ես, վերջ։ Մնացած բոլոր խոսակցությունները մեզանից բան կախված չի, որոշել են, չգիտեմ ինչ, և այլն, սուտի հատուկ գեներացվող մտքերա, որ դուք դուշ չգաք ու չգնաք ընտրատարածքներ, որովհետև հայ ժողովրդի թշնամիները վախենում են նրանից, որ դուք կգնաք ընտրատարածք։ Եվ այդ իսկ պատճառով հունիսի 7-ին հունիսի 7-ին վերադարձնենք Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի քաղաքացիներին։ Սիրելի ժողովուրդ, այս պահին մենք գոնե ուղիղ եթերի ռեժիմով արդեն ավարտում ենք քարոզարշավը։ Մեր մոտ մի հատ տրադիցիա կա ձևավորված, եկեք այդ թիմերի պարագայում մի հատ իրար հետ մի հատ խմբվենք, մի հատ շուրջ մոտիկ իրար խմբված կանգնենք, արի Արմոն ջան, եկեք, ժողովուրդ ջան, այսօրվա ավարտը քարոզարշավի գոնե եթերի մասով եկել է ֆինալին, այսպես ասած, և մեր տրադիցիայի համաձայն ֆինալին ոգին ևս պահպանվի միասնաբար 3 անգամ 1-2-3-ից հետո 1-2-3 Ուրա! Ապրեք, շնորհակալություն բոլորիցին, շնորհակալություն։ Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սատերին, վերկած կանգիր ձեր Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սատերին, վերկած կանգիր ձեռքդ պարզիր ու ասա այո մեր պայքարին հայեր, ովքեր հայեր, ովքեր Եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անենք սիկոլ այս չարիքին, վերկած կանգիր, փաշին մերժիր ու ասա այո մեր հայրենիքին հայեր, ովքեր հայեր, ովքեր Գալու է մեր դարը, հաղթանակի դարը, որ կերտելու ենք մենք միասին, վերկած կանգնիր, մեզ միացիր ու ասա այո մեր հաղթանակին հայեր, ովքեր հայեր, ովքեր հայեր, ովքեր Hayır, hayır,